Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Անիծյալ լինի Տիրոջ առաջին այն մարդը, որ վեր կենա և շինի երիքով քաղաքը Հեսու 6:26 Եթե անիծված էր նա, ով կվերակառուցեր երիքով քաղաքը, ապա որքան ավելի նա, ով փորձում է մեր մեջ վերականգնել կրոնավոր պապականությունը։ Մեր հայրերի օրերում պապականության հսկայական պարիսպները փուլ են եկել նրանց հավատքի զորությամբ, նրանց ջանքերի հաստատակամությամբ և ավետարանի փողերի ձայնից, որ նրանք փչում էին, սակայն հիմա կան ոմանք, որոնք փորձում են կրկին վերակառուցել այդ անիծյալ համակարգը իր վաղեմի հիմքերի վրա։ Ով Տեր, խափանիր նրանց անիրավ ճիգերը և քանդիր նրանց կառուցած բոլոր քարերը։ Մեզ համար չափազանց լուրջ խնդիր է ամբողջովին մաքրվել յուրաքանչյուր սխալից, որ կարող է հակված լինել սնելու պապականության հոգին, և նույնիսկ երբ մենք լիովին մաքրել ենք մեր տունը, միևնույն է, պետք է ձգտենք ամեն կերպ ընդդիմանալու եկեղեցում և աշխարհում դրա տարածմանը, և դա կարելի է անել ծածուկ, ջերմեռանդ աղոթքով և հրապարակայնորեն վճռական վկայությամբ։ Մենք պետք է ողջամիտ համարձակությամբ նախազգուշացնենք նրանց, ովքեր հակվածություն ունեն Հռոմի սխալների հանդեպ։ Մենք պետք է երիտասարդներին սովորեցնենք ավետարանի ճշմարտությունը և նրանց պատմենք անցյալում պապականության սև գործերի մասին։ Մենք պետք է օգնենք, որ լույսն ավելի շատ տարածվի ամբողջ աշխարհում, քանի որ քահանաները բվերի պես ատում են ցերեկային լույսը։ Արդյոք մենք հնարավոր ամեն բան անում ենք հանուն Հիսուսի և ավետարանի, եթե ոչ, ուրեմն կրոնավոր քահանայական կազմը կօգտվի մեր անփութությունից։ Ինչ ենք մենք անում Աստվածաշնչի տարածման համար, որը պապի համար կործանարար թույն է։ Արդյոք մենք տարածում ենք ճշմարիտ, առողջ, ավետարանական գրվածքներ։ Մի անգամ Լյութերն ասել է. «Սատանան ատում է սագի փետուրները», և անշուշտ նա հիմնավոր պատճառներ ունի դրա համար, որովհետև Աստծուց օծություն ունեցող հեղինակները Սուրբ Հոգու օրհնությամբ ահռելի վնաս են հասցրել նրա թագավորությանը։ Եթե այն հազարավոր մարդիկ, որոնք կկարդան այս երեկոյի այս կարճ խոսքը, անեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխարգելեն անիծյալ երիքովի պարիսպները շինելը, ապա Տիրոջ փառքը կտարածվի մարդկանց որդիների մեջ։ Թանկագին ընթերցող, իսկ դու ինչ կարող ես անել, դու ինչ ես պատրաստվում անել։